Թեմ ողջույններս, իմ շատ սիրելի բաժանորդներ, այսօր ուզում եմ ձեզ համար պատրաստել մի շատ հետաքրքիր խմորեղեն, որը նույնպես համարվում է զատիկին համահունչ, այսինքն զատիկին մենք ոչ թե պատրաստում ենք միայն այսպես կատնահունցի նման խմորեղեններ, այլև առանձին բուլկիներ։ Հիմա ուզում եմ մի փոքր պատմել ձեզ այս խմորի մասին, ուրեմն խմորը երկու մասից է բաղկացած, եփովի խմոր է և արդեն կաթով խմոր, մյուս բաղադրիչներն ենք ավելացնելու, ասեմ, որ այս բուլկի խմորը ճապոնական ծագում ունի և շատ երկար պահվում է, 10-15 օր շատ թարմ է մնում, չի փչանում, հենց չի չորանում, չի փշրվում, այն պարզ պատճառով, որ եփովի խմոր կա այս խմորի մեջ։ Եվ այսպես սկսեցինք։ Ուրեմն առաջին հերթին մեզ հարկավոր է կաթը և ալյուրը միասին եփել։ 200 գրամ կաթ է ինձ մոտ, առայժմ 200 գրամ, և 3 ճաշի գթալ ալյուր։ Լավ, այսպես խառնում ենք, մինչև գնդի։ Ուրեմն արդեն ալյուրը լավ լուծվել է կաթի հետ, հիմա մենք եփելու ենք սա։ Սիրելիներս, այնքան պիտի անընդհատ պիտի խառնենք, այնքան պիտի խառնենք, մինչև արդեն խմոր ստացվի։ Տեսեք, արդեն անընդհատ խառնելուց ոչ մի գնդիկ չունենք մենք և շատ լավ ընտանում է։ Պինդ է, տեսեք, ավելացնում ենք 50 գրամ կարագը։ Եվ այնքան պիտի խառնենք, որ կարագը հալվի։ Բարեկամներս, տեսեք, ես դեռ շարունակում եմ խառնել, քանի մեր կրակը շատ դանդաղ է, ամենացածրի վրա եմ դրել։ Տեսեք, այսպիսի կրեմանման բան ստացանք։ Տեսեք, կարագը գոյություն չունի, գնդիկներ գոյություն չունեն։ Այսքանը ծածկում ենք, տեսեք, շատ լավ փակում ենք, որպեսզի մեր խմորը կեղև չկապի, և արդեն այս խմորը մեզ հարկավոր է սառը։ Շարունակում ենք, արդեն հիմա խմորի երկրորդ մասն է, ուրեմն մեզ հարկավոր է նորից 200 գրամ կաթ, ռոլից տաք։ Խմորիչ 25 գրամ կամ 8 գրամ, 9 գրամ չոր խմորիչ։ Մի փոքր խառնում ենք։ Ավելացնում ենք վանիլինը, աղը, շաքարավազը, մի փոքր խառնում ենք, և արդեն խառնում ենք, ավելացնում ենք ձու, 2 ամբողջական ձու է մեզ հարկավոր։ Ուրեմն մեր եփովի խմորը արդեն պատրաստ է, սառել է, հիմա ավելացնում ենք արդեն, տեսեք, այս հեղուկի վրա։
Այսպես խառնում ենք մի հատ լավ։ Տեսեք, այսպիսի բաղադրություն ունի, արդեն խմորը խառնած մեր խմորը։ Հիմա արդեն ավելացնում ենք ալյուրը, ալյուրը լինելու է 600-ից 650 գրամ, բայց գիտենք մենք, որ ալյուրները տարբեր են ու այդ պատճառով ինձ մոտ այստեղ 700 գրամ ալյուր է, 100 գրամ ես քիչ կլցնեմ, եթե տեսնեմ, որ արդեն ալյուրը բավական է։ Այս փուլում արդեն խառնելու ենք ձեռքով։ Ես ավելացնում եմ ամբողջովին ալյուրը, քանի որ զգացի, որ պետք է ավելացնել։ Ճիշտ չափը ես ձեզ կգրեմ։ Սիրելիներս, ես դատարկել եմ արդեն խմորը սեղանին, հիմա նորից պիտի հունցենք միասին, ամանը լվացել եմ և լավ հունցելուց հետո տեսեք փափլիկ խմոր է, ձեռքերին կպչող խմոր ենք ստացել, տեսեք կպնում է։ Որքան հնարավոր է քիչ ենք ալյուր լցնելու, ավելացնելու։ Տեսեք ինքը կպնող խմոր է, բայց չենք ավելացնելու ալյուր, չենք հագեցնելու, կմաքուր արդեն մի փոքր բուսայուղ ենք անում, շատ քիչ։ Ինչքան թուլիկ խմոր ունենք։ Մի փոքր էլ սեղանի վրա հունցեն բուսայուղով։ Սիրելիներս, շատ չնչին բուսայուղ արեցի, որպեսզի կարողանամ շատ լավ իմի բերել խմորը, տեսեք, չնայած, որ կպչող ենք, տեսեք, ես ալյուր չեմ ավելացնում։ Եվ արդեն դնում ենք, որ բարձրանա մեր խմորը։
Մեր խմորը արդեն լրիվ պատրաստ է, ծածկում ենք։ Եվ դնում ենք լույսը վառած ջեռոցում։ Սիրելիներս, տեսեք ինչ լավ խմոր ենք ստացել, շատ լավ է բարձրացել։ Տեսնում եք։ Շատ լավ խմոր ունենք, շատ։ Տեսեք։ Հուսալով ենք անում, շատ քիչ։ Եվ արդեն խմորը դատարկում ենք։ Գնդիկի ենք վերածում։ Եվ բաժանելու ենք արդեն մասերի։ Սիրելիներս, բաժանեցինք 4, 6, 8, 10, 16 գնդի։ Հիմա գնդիկների ենք վերածում։ Սիրելիներս, հանգստացել են մեր խմորները, հիմա սկսում ենք արդեն։ Մեզ հարկավոր է միջուկի համար, մեզ հարկավոր է շատ սովորական մեր խորիզը, գաթայի համար պատրաստվող խորիզը, ես ավելացրել եմ մի փոքր ընկույզ։ Սովորաբար չամիչ պիտի դնենք կամ մուրաբա, ես դնում եմ կարմիր գույնի չամիչ և այսքանը։
շատ այլուր չենք անում։ Ծածկում ենք շատ լավ և փաթաթում ենք։ Այսպես լավ ամրացնում ենք։ Որքան հնարավոր է բացում ենք երկար։ Հիմա տեսեք ինչ ենք անում, այսպես և այսպես։ Հիմա շուռ ենք տալիս և այսպես ամրացնում ենք։ Տեսակ։ Նորից։ Զգում եք չէ, ինչ լավ խմոր ունենք։ Մի փոքր էլ պետք է նստել, բայց ոչինչ։
եզրերը ամրացնում ենք, որպեսզի խորիզը չթափվի։ Այսպես բերեցինք, սա էլ վերևից շուռ ենք տալիս և այսպես ձգում ենք այստեղ լավ։ Տեսաք, մի փոքր իրարից հեռու ենք դնելու, որովհետև մեծանալու են մեր խմորները։ Զգում եք, չէ, ինչքան թույլ է խմորը, խնդրում եմ այլու շատ չանել, որպեսզի արդյունքը լավ լինի։ Ինձ թվում է բոլորն էլ գիտեն խորիզ պատրաստել, մենք միասին շատ ենք պատրաստել, այդ պատճառով ես ուղղակի ունեի պատրաստի խորիզ, այդ պատճառով չցուցադրեցի խորիզի պատրաստման եղանակը, ես գիտեմ, որ բոլորն էլ պատրաստում են խորիզ։ Եվ այսպես ամրացնում ենք։
բարեկամներ, մեր խմորը արդեն մեր բուլկիները արդեն լավ բարձրացել են, տեսեք, հիմա երկու ձվի դեղնուց է ինձ մոտ մի փոքր կաթի հետ, մի ճաշի գտել կաթի հետ, խառնեն, այսպես, հիմա տեսեք, այսպես 2-3 չամիչ, հենց այսպես կարի մեջ մտցնում ենք, տեսեք, տեղադրում ենք։ Քերած նուշ ենք լցնում, եթե չեք սիրում քերած նուշը, կարող եք չանել, սա պարտադիր չէ։ Վերջ, եփելու ենք 180 աստիճանի տակ և այսպես իմ սիրելի հետևորդներ մենք ավարտեցինք արդեն, խնդրում եմ մի հատ նայեք, տեսեք ինչ բուլկիներ ենք ստացել այդ եփովի խմորով, որի ես իհարկե շատ եմ հավանում։ Տեսեք եփված դեր տակ է, իհարկե հիմա նկարելուց հետո ես կանջատեմ արդեն իրարից, ուղղակի այսպես տեսնեք որքան գեղեցիկ է ստացվել և իհարկե շատ համեղ։ Տեսեք սիրելիներ։ Այսպես սիրելիներս, հիմա մի հատը այսպես կտրեմ, տեսեք որքան եփված է, տեսեք ինչպես է անջատվում իրարից, տեսնում եք, կարծես բամբակ լինի։ Այսպես սիրելիներս, շատ կուզեմ, որ դուք էլ պատրաստեք սիրելիներս, շատ լավ է ստացվում, շատ լավ խմոր է և միշտ
բարձրանում է, այդպիսի բան չկա, որ այս խմորը չբարձրանա կամ լավ չստացվի։ Շատ եմ խնդրում դուք էլ պատրաստեք ձեր գեղեցիկ զատիկի սեղանները զարդարեք, քանի որ զատիկը ակտուալ է դեռ եւ փորձենք ուրիշ բաներ էլ պատրաստել, որպեսզի այն տնային տնտեսուհիները, որ նոր են առաջին անգամ են իրենց տանը զատիկ անելու, զարմացնեն իրենց ընտանիքի անդամներին, հիացնեն բոլորին եւ համեղ ուտեն իհարկե։ Այսքանը սիրելիներ, շատ շնորհակալ եմ ձեզանից, շնորհակալ եմ, որ շատ լավ եք հետևում, շատ լավ եք դիտում, ապրեք, սիրում եմ բոլորիդ, հիացած եմ ուղղակի։ Եվ այսպես ավարտենք, շատ կուզեի, որ ինձ հյուր գայիք, այսպես միասին սուրճ խմեինք այս գեղեցիկ բուլկիներով, բայց հուսով եմ, որ հավատացած եմ, որ դուք անպայման պատրաստելու եք եւ դուք էլ ունենաք այսպիսի գեղեցիկ բուլկիներ։ Ասել, որ չմոռանամ իհարկե ասել, որ այս տեսակի խմորը մի տեսակ չեն ուզում, որ շատ մարդ պատրաստի, շատ մարդ իմանա, բայց ոչ մի գաղտնիք չկա, ինձ թվում է, բոլորն էլ կարող են պատրաստել, այնպես որ մի այդպիսի շատ բարդ երևելի խմոր չէ։ Այսքանը իմ շատ սիրելի հետևորդներ, սիրում եմ բոլորիդ, ցտեսություն, մինչ նոր համեղ հանդիպում։